Ողջույն սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ Արմինե Գրիգորյանն է, թվագետ, թվային հոգեբան, նախ մի երկու խոսքով ուզում եմ ներկայացնել ինչ է թվային հոգեբանությունը, որովհետև կարծիքներ կան, որ թվային հոգեբանությունը գուշակություն է, թե ինչ է, զարմանալիորեն շատերի մոտ նման հարց է առաջանում, թե արդյոք թվագիտությունը գուշակություն չէ, միանգամից ասեմ, որ դա ուղղակի անտեղյակություն է, թվագիտությունը ճշգրիտ գիտություն է, թվերը դրանք մեր կյանքում առկա այն իրողություններն են, որոնց ներքո մենք ապրում ենք, արարում ենք, իրականացնում ենք մեր առօրյան, այնպես որ թվերի հետ պետք է ապրենք հաշտ, համերաշխ և սիրենք թվերին, որովհետև առանց թվերի կյանքը պարզապես անիմաստ է։ Իսկ թվային հոգեբանությունն այն մասին է, թե ընդհանրապես ինչ թվային կոմբինացիաներ են ձեր կյանքը կառավարում, ղեկավարում, ինչ պոտենցիալ է ձեր մեջ ներդրված ի վերուստ, ծննդյան ամսաթիվը ինքը տիեզերական անձնագիր է համարվում, որտեղ թաքնված է բավական ինֆորմացիա, այդ ինֆորմացիան վերծանելով դուք կարող եք իմանալ, թե իրականում ինչ հնարավորություններ, ինչ առաքելություն ունեք դուք այս կյանքում, այս մարմնավորման մեջ և ընդհանրապես ինչ դեր ունեն թվերի դերը վերծանեք, որպեսզի կարողանաք շատ ավելի հեշտ ու խաղաղ ապրել ձեր առօրյան, ինչու եք նյարդայնանում այս կամ այն անձնավորությունից, ինչու են ձեզ նյարդայնացնում այս կամ այն երևույթները, այս ամենի պատասխանը թաքնված է ձեր ծննդյան ամսաթվի, օրվա, ամսի և տարեթվի տարբեր կոմբինացիոն հաշվարկների ետևում և այս ամենը կազմում է թվային հոգեբանությունը, որը բավական երիտասարդ գիտություն է և մարդիկ շատ հոգեբաններ, որոնք որ առանձնապես տեղյակ չեն այս ամենից, շատ հաճախ մերժում են այն, համարում են, որ դա անլուրջ է, դա իր մեջ առանձնապես ոչինչ չի պարունակում, սակայն ասեմ, որ բավականին ինքը լինելով շատ հին գիտություն, երկար տարիներ պահված է եղել մարդկությունից, հատկապես Խորհրդային Միությունում ապրող ժողովուրդներից կամ եվրոպական և ավելի շատ պահպանվել է հին ավանդույթները պահպանող երկրների մոտ, օրինակ Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում և այլն, և հազարամյակների պատմություն ունեցող այս գիտությունը նրանց մոտ բավական զարգացած է, սակայն վերջին տարիներին, երբ բոլորս սկսել ենք ավելի շատ տեղեկանալ այս կամ այն ոլորտներից, հայտնաբերել ենք, որ նման գիտություն գոյություն ունի, նույնիսկ դրանով զբաղվել է ժամանակին Պյութագորասը, Անանյա Շիրակացին, մեզ շատ քաչ հայտնի մեր գիտնականներից, մեր պարծանքներից մեկը, այնպես որ խնդրում եմ թվային հոգեբանությանը բավական լուրջ վերաբերվեք, այն իսկապես ճշգրիտ գիտություն է, ես շատ հոգեբանների գիտեմ, որոնք տարիների աշխատանքային փորձ ունեն, տարիների գիտությունների թեկնածու և այլն, սակայն նրանք համադրելով, ուսումնասիրելով թվային հոգեբանությունը եկել են այն եզրակացության, որ այն հոգեբանությունը, որը տարիներով ուսուցանվել է, դա ինչ-որ միտեղ միֆերի ինչ-որ ամբողջականություն է և դժվար է մարդուն բնութագրել այս կամ այն շարժումից ելնելով կամ չգիտեմ, սուտ է խոսում, թե ճիշտ է խոսում, կռահելու համար, թե սուտ է խոսում, թե ճիշտ է խոսում, ենթադրենք, եթե աջ նայեց, ձախ նայեց, այդ հայացքները և այլն կամ վարքագծի վերծանումը և այլն, դրանք բավականին հնացած մեթոդներ են և
դա մասնագետների կարծիքն է եւ ժամանակակից աշխարհում նույնիսկ գիտությունների տեխնացու հոգեբաններ գիտեմ, որոնք բավական խորքային ուսումնասիրում են նաեւ թվային հոգեբանությունը եւ ներկայումս աշխատում են այս մեթոդներով եւ բավականին մեծ աուդիտորիա ունեն, այնպես որ պետք չէ թվագիտությունը համեմատել գուշակության հետ, այն ընդհանրապես որևէ աղերս չունի գուշակության հետ, այն ճշգրիտ գիտություն է, այն գիտությունը ձեր անձի մասին, ձեր ծննդյան թվերի մեջ, նորից եմ կրկնում, չեմ ցանկանում կրկնվել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ ձեր ծննդյան տվյալների մեջ թաքնված է այն ամբողջ ինֆորմացիան, թե ինչ մասնագիտություն ընտրելը ձեզ համար ավելի շահեկան կլինի, ինչպես վերաբերվել ընդհանրապես շրջապատին, ինչպես կոմունիկացվել հասարակության մեջ, ինչպես սոցիալիզացվել եւ այլն, եւ դրանով մնալ առողջ եւ պիտանի եւ ընտանիքին եւ հասարակությանը, այնպես որ հետեւելով թվագիտության բավականին երիտասարդ վերջին շրջանում ի հայտ եկած այդ նորություններին, տեղեկանալով այդ մասին, դուք կարող եք ավելի գրագետ կառուցել ձեր կյանքը, ավելի շատ խնայեք ձեր էներգիան եւ էներգիան ուղեք այնտեղ, որտեղ ձեզ ավելի պիտանի կլինի, քան անել բաներ, որոնք կարող են հետագայում ազդել ձեր առողջության վրա։ Իդեպ էներգիայի ավելորդ վատնումը անիմաստ ոչինչ չտվող ուղղությունների վրա կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, սա եւս կարելի է մեկնաբանել եւ վերլուծել թվերի լեզվով, այնպես որ առաջիկայում մենք կխոսենք թվային հոգեբանության մասին ընդհանրապես եւ ավելի շատ ինֆորմացիա կտակ, ուղղակի իմ հետևորդները եւ աշխատանքի բերումով երբ շփվում են շատ մարդկանց հետ, շատերի մոտ այդ հարցն է ծագում, թե արդյոք դա գուշակություն չէ, ասեմ, որ ծիծաղելի անգամ դա գուշակության հետ մտածել, որ կապ ունի գուշակության հետ, ընդհանրապես աղերս չունի եւ նորից եւս մեկ անգամ կրկնեմ, որ այն ճշգրիտ գիտություն է եւ պարփակում է իր մեջ, ամփոփում է ձեր ամբողջ պոտենցիալը, ձեր մասին ինֆորմացիան, որը տարբեր հաշվարկներով, տարբեր ուղղություններով կարող է բավականին շատ ինֆորմացիա տալ ձեր անձի մասին։ Սա է թվագիտությունը, թվային հոգեբանությունը, այնպես որ հետևելով թվային հոգեբաններին դուք կարող եք ավելի գրագետ ապրել, ավելի կառուցողական եւ երջանիկ, եղեք երջանիկ եւ առողջ։